Անցած շաբաթ արտգործնախարարը հայտարարեց, որ բանակցային գործընթացում հնարավոր է լինեն լավ նորություններ, թեև ասած առաջընթաց դեռ չկա, բայց ինչ որ դրական ակնարկներ էր անում։ Ես ուզում եմ հասկանալ, հայտնի է, փաստաթուղթը համաձայնեցված է, Ադրբեջանը նախապայմանները հնչեցնում, համարում է, որ դրանք լեգիտիմ են։ Հիմա ուզում եմ հասկանալ, ինչի շուրջ է խոսակցությունը, Տիկին Հակոբյան, այդ նախապայմանների շուրջ Հայաստանը արդյոք փորձում է Ադրբեջանին համոզել, փաստարկներ ներկայացնել, որ դրանք ժամանակի ընթացքում կատարվող նախապայմաններ են եւ դա է նաեւ արտգործնախարարի լավատեսության հիմքում։ Մենք երկու նախապայմանների հետ էլ կապված մեր դիրքորոշումը հայտնել ենք։ Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը, ապա վարչապետը նաև հայտարարել է, որ պատրաստ է միառժամանակ եւ խաղաղության համաձայնագիրը ստորագրել եւ Մինսկի խմբի լուծարման փաստաթուղթը եւ բազմաթիվ են հիմնավորումները, թե ինչու։ Ինչ վերաբերում է երկրորդ այսպես կոչված նախապայմանի, ապա առհասարակ նախապայմաններ դնելը եւ դրանք չներառելը փաստաթղթում սա արդեն խնդիր է, հա։ Եթե կային պայմաններ, որոնք պետք են խաղաղության համաձայնագիր ունենալու համար, դրանք պետք է ներառված լինեին փաստաթղթում, բայց դուք տեսաք, որ դուք գիտեք, չեք տեսել, բայց ես վստահեցնում եմ, որ նման դրույթներ չկան խաղաղության համաձայնագրում, ինչպես նաեւ չկա այդ ընդդիմության, այսպես ասած, ժամանակին, հա, գորգորոսները այն մասին, որ հեսա ճանապարհ են տալու, միջանցք են տալու եւ այլն։ Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, սրա մասին մենք եւս շատ երկար սրա մասին խոսել ենք, եթե ցանկանաք նորից կխոսեմ, բայց կփոխվի չէ, որ սահմանադրական փոփոխությունները, սրանք մեր օրակարգային հարցերն են եղել դեռևս հեղափոխությունից անմիջապես հետո եւ մինչ Ադրբեջանի կողմից կլինեին նման խոսակցություններ, վարչապետն արդեն իսկ հենց հանրայինի եթերում դրա մասին հայտարարել էր, բացի դա այն խնդիրը, որը մատնանշում է Ադրբեջանը իբրև խնդիր իր հավակնություն իր տարածքների հանդեպ, սրա հետ կապված եւս բազմաթիվ պարզաբանումներ կան, այդ թվում մեր սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի որոշումը։ Տիկին Հակոբյան, այդ դեպքում ինչի շուրջ է հիմա խոսակցությունը Բաքվի հետ։ Դե ակնհայտ է, չէ, որ ես չեմ կարող այդ մասին խոսել, այնպես ինչպես արտգործնախարարը չի խոսել, բայց մենք աշխատում ենք եւ աշխատում ենք նրա համար, որ ունենանք լավ նորություններ։ Եվ հենց նորությունները լինում են անպայման կոմունիկացվում են, էլի։ Չի ստացվում, որ հենց այդ նախապայմանների շուրջ են խոսակցությունները, որովհետեւ այլ օրակարգ ոչ, չի ստացվում այդպես։ Ես ասացի, մենք երկու նախապայմանի հետ կապված շատ բարձրաձայն խոսել ենք, ասել ենք, որ մի այսպես կոչված նախապայմանը մենք խնդիր չենք տեսնում, մյուս այսպես կոչված նախապայմանը մենք խնդիր տեսնում ենք, որովհետեւ ասացի ինչու։